Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում հյուրընկալել եմ քաղաքագետ անկախ հետազոտող Էդգար Վարդանյանին։ Բարև ձեզ, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքով ոչ մի քաղաքական ուժ բացարձակ մեծամասնություն չունեցավ եւ անհրաժեշտ է լինելու կոալիցիոն կառավարություն։ Ձեր դիտարկումները այս արդյունքների վերաբերյալ ինչքանով էր սպասելի, որ այսպես տեղի կունենա։ Գիտեք, ելնելով այն բանից, թե ովքեր են մասնակցում, ինչ տեսակի քարոզարշավ են իրականացնում, կարելի էր ըստ էության նման բան կանխատեսել, իհարկե որոշակիորեն կարծում եմ տարօրինակ էր, որ Եվրադաշինքը չանցավ համապատասխան շեմը, բայց ընդհանուր առմամբ կարելի ասել, որ ընդհանուր գծերով կանխատեսելի էր, իհարկե կար նաև հնարավորություն կամ ակնկալիք, որ միգուցե նաև քաղաքացիական պայմանագիրը ավելի ձայն կստանա, քան ստացավ, բայց մյուս կողմից էլ գիտեք 36% ցուցանիշը դա բավականին բարձր ցուցանիշ է, հատկապես եթե հաշվի ենք առնում նախկին ընտրությունների ժամանակ քաղաքացիական պայմանագրի արձանագրած արդյունքները, որոնք ավելի ցածր էին, քան ուրեմն այս ընտրությունների արդյունքում ստացած ուրեմն ձայները, բայց այստեղ կա մի խնդիր, որի մասին անհրաժեշտ է խոսել։ Տեսեք, լրիվ նորմալ է, որ առաջին տեղը զբաղեցնող եւ ըստ էության հարաբերականորեն հաղթող կարելի ասել, հա, կուսակցությունը այդքան ձայն կարող է ստանալ եւ 36%-ը պարլամենտական հանրապետությունների դեպքում, օրինակ եթե դիտարկում ենք եվրոպական պետությունները եւ նայում ենք տեսնենք թե ինչ արդյունքներ են գրանցում այնտեղ առաջի տեղ է գրաված կուսակցությունները, տեսնում ենք հետեւյալ պատկերը, որ մեծամասամբ որպես կանոն առաջի տեղը գրաված կուսակցությունը 30%-ից ավելի չի ստանում։ Մոտավորապես այդքան նույնիսկ ավելի քիչ ուրեմն օրինակ 20 քանի տոկոսով կարող է առաջի տեղը գրավել։ Ոստի սա, եթե այդ դիտանկյունից ենք նայում, բավականին բարձր ցուցանիշ է եւ ակնկալել, որ ավելի բարձր պետք է ստանալ, այդքան էլ տեղին չէ։ ԵՏՄ անդամ երկրներում է, չէ՞, այդպես։ Բավական ԵՏՄ անդամ երկրներում է սովորաբար շատ բարձր ցուցանիշ գրանցվում։ Այո, դե այնտեղ ըստ էության ընտրություններ չկան։ Այո։ Այնտեղ մրցակցություն չկա։ Այստեղ կա մրցակցություն։ Այո։ Այստեղ մենք տեսնում ենք, որ ընտրությունների արդյունքները ինչ որտեղ նույնիսկ, այսինքն արդյունքը շատ հաճախ նաև կանխատեսելի չէ նույնիսկ։ Այսինքն ոչ միայն վստահ չեն կարող ասել, որ ասենք այս անգամ այն կուսակցությունը կհաղթի թե ոչ, այլ նույնիսկ չենք հասկանում վերջի վերջո ինչպիսի արդյունք է լինելու։ Գիտեք, այստեղ նաև այլ բան կա, որովհետև նաև սոցիոլոգիական լուրջ սոցիոլոգիական հարցումներ տեղի չեն ունենում, սա էլ է դեր խաղում, որ անկախատեսելի են, էլի շատ առումներով արդյունքներ են լինում։ Սա առանձին մի թեմա է ու կարծում եմ, որ այդ ինստիտուտը Հայաստանում պետք է կայացնել։ Հնարավորինս շուտ մեզ անհրաժեշտ են վստահելի, պրոֆեսիոնալ, անկողմնակալ սոցիոլոգիական հարցումներ։ Առանց դրա ընտրական գործընթացը այսպես ասած բավականին խեղված է լինում, հա, շատ բազմաթիվ մանիպուլյացիաների տեղ է տալիս եւ այլն, անորոշության տեղ է տալիս։ Բայց այստեղ կարևորը հետեւյալն է, որ 36% վերցնելով փաստորեն ժողովրդավարական ուղղվածություն ունեցող կուսակցությունը հիմա դնենք մի կողմ, թե որքանով է այդ կուսակցությունը էֆեկտիվ կառավարում, որքանով է կարողացել հաղթահարել տարատեսակ խնդիրներ, արդյոք այսպես մաքուր ժողովրդավարական բարեփոխումներ իրականացրել, թե նաև այսպես ասած հետընթացներ կան, խնդիրներ կան եւ այլն։ Այս հարցը դեռ դնենք մի կողմ, այս ակնհայտ է, որ այդ քաղաքական ուժի կառավարման պարագայում մենք ունենք մրցակցություն եւ ընտրություններ չեն կեղծվում։ Նույնիսկ ընդդիմություն ամենածայրահեղ ընդդիմությունը ընդունում է ընտրությունների արդյունքները։ Հիմա տեսեք, փաստորեն պրոդեմոկրատական քաղաքական ուժը իր 36%-ով կարող է պարտվել։ Ինքը խնդիրը այն չէ, որ ինքը կարող է պարտվել, այլ խնդիրն այն է, որ ինքը պարտվում է
հակադեմոկրատական քաղաքական ուժերի ընդհանուր ուրեմն հարագումարով, հա, այդ քաղաքական ուժերին։ Եվ այսպիսի բան իհարկե որպես կանոն ժողովրդավարական պետություններում տեղի չեն ունենում։ Որովհետև եթե այդպես լիներ, ժողովրդավարական պետությունները չէին կարող դիմակայել, այսպես ասենք, չէին կարող գոյատևել, այդ ժողովրդավարական ռեժիմները կփլուզվեին։ Եվ մենք ունենք օրինակներ, երբ որ ասենք եվրոպական որոշ պետություններում ակնհայտ ժողովրդավարությունից հետընթաց է տեղի ունեցել, որովհետև հակաժողովրդավարական այսպես էլեմենտներ ունեցող քաղաքական ուժը եկել է իշխանության, սկսել է որոշակի այսպես սահմանափակումներ ազատությունների, որոշակի ռեպրեսիաներ եւ այլն եւ տեսել ենք, որ լրջագույն խնդիրների առջև է կանգնել այդ պետությունը, հա, օրինակ որոշ օրինակներ ասենք Սլովակիան օրինակ այսօր, հա, Հունգարիան, տարիներ առաջ Լեհաստաններ այդպես իրավիճակում հայտնվել եւ այլն։ Բայց որպես կանոն մանավանդ կայացած ժողովրդավարական պետություններում հակաժողովրդավարական ուժերը փոքրամասնություն են եւ իրենք, այսպես ասած, կամ մարգինալացված են, կամ եթե մարգինալացման փուլից դուրս են գալիս եւ սկսում են ավելի այսպես ամրապնդել իր դիրքեր, ինչպես օրինակ Գերմանիայում AfD-ի պարագայում է, եւ իրենք երկրորդ քաղաքական ուժն են այսօր, հա, հակադեմոկրատական ուղղություն ունեցող քաղաքական ուժ է դա, որը ունի նաեւ այսպես պրոպուտինյան սիմպաթիաներ։ Դրա որոշ անդամներ օրինակ նեոնացիստական հայացքներ ունեն, եւ այլն։ Բայց տեսեք, իրենք ամեն դեպքում չեն կարողանում իշխանության գալ, ինչու՞։ Որովհետև բացի առաջի տեղը գրաված կուսակցությունից, որը ունի ասենք 30%, 30 քանի տոկոս եւ այլն, հա, մի քանի այլ դեմոկրատական, լեգիտիմ, հանրային վստահություն ունեցող կուսակցություններ նույնպես մտնում են խորհրդարան եւ դրանցից ոչ մեկը կոալիցիա չի կազմում հակադեմոկրատական քաղաքական ուժի հետ եւ իրենք միմյանց հետ են կոալիցիա կազմում։ Եվ շատ հաճախ գիտեք, այնպիսի կուսակցություններ են միմյանց հետ կոալիցիա կազմում, որոնք ծրագրային առումով, տարբեր, ասենք, դիրքորոշումների առումով շատ հակադիր մոտեցումներ ունեն, բայց իրենք ստիպված գնում են համագործակցության, ստիպված գնում են կոալիցիաների ստեղծման, որովհետև այլ տարբերակ չկա իշխանություն ձևավորելու։ Բա ինչ պետք է անել այս դեպքում, հա? Եվ գիտեք, մեր պարագայում հիմա փաստորեն հիմնարար խնդիրը այն է, որ բացի քաղաքացիական պայմանագրից որևէ այլ պրոդեմոկրատական քաղաքական ուժ չի հաղթահարում շեմը, չի հայտնվում կոնկրետ Գյումրիի դեպքում ավականու կազմում։ Այն ինչու է այսպես, պարոն Վարդանյան, ինչու է օրինակ կոմունիստական կուսակցությունից առաջադրված անձը, ով բազմաթիվ սկանդալային պատմությունների մեջ է հայտնվել նախկինում, ունի շատ վատ հեղինակություն քաղաքական դաշտում, հավաքում է մոտ 20% ձայն եւ մնացածներն էլ իրենց քաղաքական անցյալով կամ իրենց, այսպես ասած, սատարող ուժերով ոչ մի դեմոկրատական գործընթացով աչքի չեն ընկել այս ընթացքում, սա ինչի մասին է խոսում։ Մի քանի բանի մասին է խոսում։ Նախ կոնկրետ այդ մարդիկ եւ խմբերը, շրջանակները իրենք ունեն ռեսուրսներ եւ այդ ռեսուրսները օգտագործում են էլեկտորալ որոշակի բազա ձևավորելու համար։ Այսինքն իրենք ունեն փող, իրենք ունեն որոշակի բիզնեսներ եւ այդ բիզնեսներում ներգրաված մարդիկ, որոնք կախված են իրենցից։ Իրենք ունեն նաև շրջապատ մեծ, այդ կլանային, հա? Կլանային հեղինակությունը, չէ՞։ Այո, այսինքն այդ կլանները դեռևս կան, խնդիրը սա է։ Եվ նաև տեսնում ենք նաև ակնհայտ աջակցություն, չէ՞, որոշ դեպքերում Կրեմլից։ Այո։ Բացահայտ հայտարարություններ, նաև հայտարարություն կան, այո։ Հայտարարություններ կան։ Եվ գիտեք, նույնիսկ եթե այդ հայտարարությունները չլինեին, չէ՞ որ մենք գիտենք, որ Հայաստանը, իթիվս նաև շատ տարբեր այլ երկրների ռուսական հիբրիդային հարձակումների թիրախում է գտնվում։ Եվ այդ հարձակումները հենց այնպես չեն
այդ հարձակումները նրա համար են, որ ոչ միայն ուղղակի աջակցեն ընդդիմությանը, հա, այլ հավատը առ ժողովրդավարություն, այլ ազատություն, եվրոպական արժեքներ եւ այլն մարդկանց մեջ խաթարվի։ Դրա համար են այդ հարձակումները։ Մարդիկ չվստահեն որևէ մեկին, հիասթափվեն, չգնան ընտրությունների, չաջակցեն ժողովրդավարական, այսպես ասած, ուժերի եւ այլն։ Այդ հարձակումները նա համարում որ հեղինակազրկեն տարատեսակ ժողովրդավարական ուժերին եւ այլն եւ ստանան այսպիսի արդյունք։ Հաջորդ ուրեմն պարագան այն է, որ տեսեք, այդ քաղաքական ուժերը ընտրությունների այդ ստատիստիկան նայենք, հա, այսինքն 111,000 մոտավորապես ընտրող կա։ այո։ Ենթադրենք հանենք նրանց, որոնք ցուցակում են, բայց ֆիզիկապես Հայաստանում չեն։ Եվ չեն կարող քվեարկել, ասենք, հա։ Չգիտեմ ինչքան կլինի, շատ էսպես կոպիտ հաշվարկներով եթե նայենք, լավ, ասենք 11,000-ը հանենք, հա, ասենք ինչ կա այդքան մարդ։ Որոնք ցուցակում են, բայց ուրեմն իրենք չկան, այո։ 100,000։ Վարդան Ղուկասյանի օգտին մոտավորապես 10,000 մարդ է քվեարկել։ Այսինքն 10%-ը ընտրողների փաստորեն կարողանում է նպաստել նրան, որ այդ մարդը այսօր որպես ընդդիմության ուրեմն հնարավոր քաղաքապետի այո տեխնացուն է։ Մնացած քաղաքական ուժերն էլ եթե նայենք, որոնք էլի անցել են, այսինքն իրար գումարած մոտավորապես 25,000 այդպես ձայն է անում, այսինքն ընտրողների մոտավորապես 25%, շատ մոտավոր բաներ եմ իմ ասում։ Ուրեմն փաստորեն 25% ունենալով ընտրողների, այլ ոչ թե քվեարկողների, ընտրողների աջակցության, իրենք փաստորեն կարող են իշխանություն ձևավորել։ Ինչու է այդպես, որովհետև պարզ է, որովհետև ԿՊ-ն չի կարողացել 50+1 վերցնել, հա, բայց արդեն խոսեցինք այն մասին, որ դա չափազանց բարձր ցուցանիշ կարող է լինել մրցակցային, այսպես ասած, հա, պայմաններում իրականացվող ազատ արդար ընտրությունների պարագայում, որպես արդեն խոսեցինք այն մասին, որ նա նորմա է, ոչ թե անորմալ է, ոչ թե ձախողում, այլ դա նորմալ է, որ այդքան ձայն կարող է հավաքել, ուրեմն առաջի տեղը զբաղեցրած քաղաքական ուժը, իսկ ինչն է այստեղ, այսպես ասենք, շեղում ժողովրդավարական անոմալը, հա, որն է ժողովրդավարական, այսպես ասած, մթնոլորտից կամ քաղաքական դաշտից շեղումը, որ ժողովրդավարական, պրոժողովրդավարական լեգիտիվ այլ քաղաքական ուժեր չեն անցել խորհրդարան, նշանակում է ինչ, նշանակում է ինչու իրենք չեն անցել։ Հիմա տեսեք, ունենք Եվրադաշինք, ինքը ստացել է 4.7 չեմ սխալվում տոկոսային։ Այո, դա 2000 քանի հոգու, հա, կարծես ձայնն է, որ այդքան է բանանում։ Եվ չկար ուրիշ փաստորեն նաև լեգիտիմ պրոդեմոկրատական քաղաքական ուժ բացի իրենցից, որ մարդիկ, ասենք, ինչ պատճառերով ենթադրենք, չգիտեմ, չեն վստահում Եվրադաշինքին, այսինքն, տեսեք, դեմոկրատական մտածողություն կարող են շատերը ունենալ, ուզենալ, որ եվրոպական ճանապարհով գնան, բայց ինչ պատճառերով չվստահել, ասենք, որևէ քաղաքական ուժի։ Հիմա կոնկրետ ենթադրենք այո, առաջին համարում։ Եվ չքվեարկել, այսինքն մնացել են տունը, այսինքն պոտենցիալ ընտրողները, որոնք կան, իմ ասածը դա է, իրանք կան։ Իրանք նստել են տունը, չեն աջակցել, ուրեմն մի մասը ԿՊ-ին չի աջակցել, որը կարող էր աջակցել, բայց արդեն ասացինք, որ ԿՊ-ի դեպքում այս ցուցանիշը դա նորմալ ցուցանիշ է, դա լավ ցուցանիշ է, բայց տեսեք Եվրադաշինքի դեպքում դա լավ ցուցանիշ չէ, այն ինչ որ իրենք ստացել են, եւ չկար են երրորդ ուժը, որը նույնպես, այսինքն այն մարդիկ, որոնք ոչ այդ երկու քաղաքական ուժերին չեն վստահում այս կամ այն պատճառով, բայց ունեն դեմոկրատական մտածողություն եւ ուզում են, որ Հայաստանը գնա ժողովրդավարական, եվրոպական ճանապարհով եւ այլն, իրենք փաստորեն ընտրություն չեն ունեցել, մնացել են տունը։ Մնալով տանը, իրենք փաստորեն հնարավորություն են տվել այսպիսի
իրավիճակի պատկերի ձևավորում։ Պաշտպան պարոն Վարդանյան, ստացվում է այնպես, որ ընտրությունների արդյունքը կախված է լինում, ոչ թե արդյունքը, այլ ճակատագիր, այսպես ասեմ, կախված է լինում մի ուժից, որը երրորդ տեղն է զբաղեցնում։ Այս պահի դրությամբ մենք հստակ հայտարարություն չունենք, բայց ամեն ինչ կախված է երրորդ տեղը զբաղեցրած ուժի որոշումից։ Սա ինչքանով է ձեր կարծիքով արդար ընտրողների նկատմամբ։ Տեսեք, եթե քաղաքական ուժերը, որոնք անցել են, կամ դրանց առնվազն մեծ մասը, որոնք անցել են խորհրդարան, լինեին դեմոկրատական քաղաքական ուժեր, այս ամեն ինչը շատ նորմալ կլիներ։ Շատ տարբեր եվրոպական երկրներում նույն պատկերն է լինում, արդեն ասացի, բացառությամբ այն բանի, որ դեմոկրատական ուժեր են լինում, այլ ոչ թե հակադեմոկրատական ուժեր։ Եվ շատ դեպքերում, այո, երրորդ, չորրորդ փոքր կուսակցությունից է կախված լինում, թե ինչպիսի իշխանություն, այո, կառավարության բովանդակությունը, ձևը, այսինքն ով կլինի վարչապետ, ինչպիսի կառավարություն ձևավորվի, ինչպիսի մեծամասնություն ձևավորվի, այո, նրանցից է գալու եւ դա նորմալ է։ Այստեղ ոչ մի խնդիր չկա, դրա համար էլ գոյություն ունեն բանակցություններ, դրա համար գոյություն ունի այդ կոալիցիոն այդ մշակույթը, հասկանում եք։ Այսինքն այստեղ բնականաբար կոմպրոմիսների են գնում շատ դեպքերում, այստեղ կարևորվում է փոքր կուսակցության դերը, պարլամենտական համակարգի, նաև այսպես ասած ռուսերեն ասած ֆիշկան, հա, ֆիշկաներից մեկը ո՞րն է, առանձնահատկություններից մեկը ո՞րն է, առավելություններից մեկը ո՞րն է, որ փոքր կուսակցությունները շատ լուրջ դերակատարություն ունեն քաղաքական կյանքում։ Չկան, այսպես ոչ բան, էլի, չկան անլուրջ կուսակցություններ, այսինքն կարող են իհարկե լինել, բայց իրանք իրենց միգուցե այդ դիրքում դնեն, բայց եթե նույնիսկ իրենք ունեն ընդամենը 5% կապ չունի, իրենք լուրջ դերակատար են դառնում փաստորեն, հա։ Իհարկե, այստեղ այլ խնդիրներ կան այստեղ, իր մինուսներն էլ այստեղ կան, որովհետև ստիպված եթե դու կոմպրոմիսի ես գնում, նշանակում է, որ դու դե ամբողջությամբ չես կարող իրականացնել քո նախընտրական ծրագիրը, ճիշտ է։ Այսինքն որևէ կուսակցություն, եթե կոալիցիա է ձևավորվում, 100%-ով իր նախընտրական ծրագիրը չի կարող իրականացնել եւ այստեղ բնականաբար որոշակի կոմպրոմիսներ են պահանջվում եւ ընտրողները իհարկե կարող են նաեւ բավարարված չլինել շատ առումներով, բայց իրենք պետք է պատրաստ լինեն դրան, բոլորը դեմոկրատական պետություններում դրան պատրաստ են, իրենք գիտեն, որ դա կարող է լինել։ Հիմա մեր պարագայում խնդիրը այն է, որ այդ բոլորը հակադեմոկրատական քաղաքական ուժեր են, հասկանում եք, եւ փաստորեն այնպես կարող է ստացվել, հիմա պատկերացրեք համապետական ընտրությունները եւ նույն պատկերն է։ Կարող է փաստորեն ստացվել այնպես, որ ավտորիտար հակադեմոկրատական հայացքներ, դիրքորոշում, բնավորություն, բնույթ ունեցող քաղաքական այդ շրջանակների ամբողջությունը կարող է հաղթել, ինքը ձևավորել կառավարություն եւ հաջորդ իսկ օրը վերացնել դեմոկրատիա։ Դեմոկրատիան ամբողջությամբ քայքայել, սկսել այդ գործընթացը, դեմոկրատիան քայքայել։ Վարդան Ղուկասյանն արդեն շիել թաքցնում իր նկարտումները, օրինակ բայց թիմի դեպքում դա անհնարին կլինի անել, հա, ինքը այլ բաներ կարող է անել, բայց հասկանալի է, որ սա թիմ ընտրություն է եւ նրա լիազորությունները այս առումով շատ կոնկրետ այո հարցերին են վերաբերում, բայց այնուամենայնիվ ինքը կարող է իհարկե լուրջ վնաս հասցնել ժողովրդավարության, այսպես ասենք, բայց հայտարարությունները արդեն բայց համապետական ընտրությունների պարագայում, եթե նույն սցենարը լինի, նույն բանը կրկնվի, սա կներեք արդեն կարող է նշանակել ժողովրդավարության վերջ, այսինքն էլեկտորալ ճանապարհով, ազատ արդար ընտրությունների միջոցով, հակաժողովրդավարական քաղաքական ուժերը գալիս են իշխանության եւ ժողովրդավարության վերջը տալիս են։ Ձեր կարծիքով որն է այս մեկ տարվա ընթացքում անելիքը դեմոկրատական ուժերի, եթե պատկերը օրինակ կրկնվի կամ մոտ լինի, շատերի կարծիքով իհարկե իշխող ուժերն հնարավոր է համապետական ընտրություններին եւս բացարձակ մեծամասնություն չունենա, բայց ինչքանով է փաստ, որ կլինեն այնպիսի ուժեր, որոնք կարող են հաղթահարել անցողիկ շեմը, դեմոկրատական ուժերի մասին է խոսքը։ Դե այս օրինակը կարծում եմ պետք է որ որոշակիորեն սթափեցնող գործոն դառնա
մեր հասարակական քաղաքական կյանքում բոլոր ժողովրդավարական մտածողություն ունեցող մարդկանց համար։ Անխտիր բոլոր։ Ինչ լուծում այստեղ կա։ Հիմա նայեք։ Լուծումներից իհարկե մեկը կարող է լինել այն, որ տեսականորեն, հա, հիմա սա ենք քննարկում, որ օրինակ քաղաքացիական պայմանագիրը, չգիտեմ, ավելի այսպես էֆեկտիվ գործի եւ կարողանա այնպես անել, որ 50+1 միայնակ ունենալ ընտրությունների արդյունքում։ Դեպ սա նաև արտաքին զարգացումներից է կախված։ Շատ բաներից է սա կախված, բայց սա բավականին բարդ է, իսկապես շատ բարդ է անելը, որովհետև մենք գիտենք, որ տարբեր սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով շատերը, որոնք 2018-ին հեղափոխությանը մասնակցեցին, հետո աջակցեցին նաև ուրեմն հեղափոխական այդ քաղաքական ուժին եւ ֆանտաստիկ բարձր նահատակոսներ, հա, գտնական շրջանում ունեցավ, հետո հիասթափվեցին շատ-շատերը։ Հետո սկսեցին քննադատել։ Այսինքն այստեղ եւ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ գործոններ կան։ Եվ դա սովորաբար ամենտեղ լինում է բոլոր երկրներում։ Հեղափոխության էйֆորիայից հետո։ Իհարկե, այո, դա Եվ ոչ բոլոր սպասելիքներն են արդարանում, ահա։ Այո, այսինքն եւ ըստեղ իհարկե եւ քաղաքացիական պայմանագիրը իր մեղքի բաժինը ունի եւ բնականաբար նաեւ մարդիկ միգուցե, չգիտեմ, իրենց սպասելիքները մի քիչ ավելի պետք է համեստ անանեն, որ չհիասթափվեին, հա, օրինակի համար։ Բայց հիմա այս հարցը դնենք մի կողմ։ Բայց այս հարցը, այսինքն ոչ թե դնենք մի կողմ, այլ ընդունենք իգիտություն, ընդունենք, որ շատ բարդ է լինելու 50+1 այսուհետ ընդհանրապես որևէ քաղաքական ուժին միայնակ վերցնել, մանավանդ այս պարագայում, հա, հաշվի առնելով այս բոլոր պրոցեսները, որոնք Հայաստանում տեղի ունեցան, այդ բոլոր հիասթափությունները եւ այլն, այս պայմանությամբ նման սցենարը ես բարձր դրա հավանականությունը այդպիսի սցենարի, որ քաղաքացիական պայմանագիրը 50+1 կապահովի իր համար միայնակ, բարձր չեմ համարում։ Անհնար ինչի դա չենք բացառում, բայց բարձր չեմ համարում։ Շատ բան կարող է իհարկե փոխվել, բայց հիմա արդեն այն, որ ունենք այսպիսի օրինակ, սա նշանակում է, որ նույնիսկ եթե դա հավանական է, դրա վրա հույս դնել, բնականաբար չի կարելի ընդհանրապես, որ այ հա նորմալ է ամեն ինչ, հիմա ասենք, չգիտեմ, քաղաքացիական պայմանագիրը ավելի էֆեկտիվ աշխատել եւ 50+1-ը իր կվերցնի։ Հիմա ինչ պետք է այս դեպքում անել, հա։ Ակնհայտ է, որ պետք է լրացնել այն բացը, որի մասին ես խոսեցի։ Այսինքն պետք է լեգիտիմություն, բարձր լեգիտիմություն ունեցող պրոդեմոկրատական քաղաքական ուժեր, կամ առաջանան, կամ եթե կան իրենք, չգիտեմ, ավելի լավ ներկայանան, հանրության հետ աշխատանք տանեն, իրենք նաև վերափոխվեն շատ առումներով եւ ցույց տան արդեն ընթացքում արդյունքներ իրենց ակտիվությամբ, ցույց տան, որ իրենք ունեն աջակցություն, որ մենք տեսնենք, որ փաստորեն այն մարդիկ, որոնք ենթադրենք չեն վստահում քաղաքացիական պայմանագիրին, բայց ունեն այդ դեմոկրատական մտածելակերպը եւ ինչ պատճառներով, ասենք Եվրադաշինքին էլ կարողա չվստահեն, կամ նրա առանձին կուսակցություններին, հա, ունեն այլ ընտրանք, ինչ որ մի երրորդ ուժ, լավ կլինի նաեւ չորրորդ լինի, այսինքն այսպես ասենք, հա, ոչ միայն մեկ ուժ, բայց գոնե մեկ ուժ լինի, որ մարդիկ ունենան մոտիվացիա գնալու ընտրությունների եւ այս դեպքում նաեւ պետք է շատ բարձր մասնակցություն։ Այս դեպքում այդ քաղաքական ուժերը եւ այն մարդիկ, որոնք մտահոգված են նրանով, որ դեմոկրատիան կարա վերանա, իրենք պետք է տունը չնստեն, ունենալով այդ այլընտրանքը գնան եւ քվեարկեն այդ այլընտրանքի օգտին, որպեսզի նա անցնի խորհրդարան, պարտադիր կերպով, պետք է վստահ լինել եւ պետք է իրականացնել ընթացքում սոցիոլոգիական հարցումներ։
մինչև ընտրությունները լուրջ հարցումներ, որոնք ցույց կտան պատկերը, որ իրավիճակը այստեղ փոխվում, որովհետեւ տեսնեն թե ինչպիսի աշխատանք պետք է տարվի, հա, կարող է դանդաղա փոխվում, ուրեմն պետք է արագացնել, որտեղ են խնդիրները, ինչու մարդիկ այնուամենայնիվ դեռևս իրենց այդ բանը չեն փոխել, դիրքորոշումը չեն փոխել եւ այլն։ Եվ այս պարագայում տեսեք հիմա մի այլ բան, որ այսօր շատ ինչ ասեմ, չասեմ բանավեճի առիթ կարող է դառնալ, թեև այո, բանավեճի բան կարող է դառնալ, բայց նաև տարատեսակ, այսպես ոնց ասեմ, քննադատական կամ այնպիսի խոսակցությունների, որ դե լավ ախր ոնց կարելի է եւ այլն, հա, մոտավորապես էս ոչի խոսակցությունների, բայց տեսեք, կա շատ պարզ իրողություն այսօր, որ քաղաքացիական պայմանագիրը ինքը արդեն նշեցինք, հա, իր բոլոր թերություններով հանդերձման եւ այլն, ինքը այն ուժն է, որը այնուամենայնիվ ապահովում է, այսինքն ինքը չի խոչընդոտում ընտրական process-ի։ Որքան էլ դիտորդները իդեպ փորձեցին աննախադեպ մեծ քանակությամբ դիտորդներ ներկայացնել, թե կեղծվել են։ Հա, բայց նույնիսկ այն իրական դիտորդները ասում են, որ կան կեղծ դիտորդներ եւ այդ կեղծ դիտորդներն են հիմնականում ասում, սա էլ մի հատ առանձին հարց է, հա, որ դիտորդների ինստիտուտն էլ պետք է շատ հստակ լինի, որ մարդիկ պետք է հասկանան ով է իսկական դիտորդ, ով է fake դիտորդ։ Քարոզիչ կոնկրետ ենթադրենք, հա։ Հիմա տեսեք, մենք պետք է սկսենք այդ բոլորովս էլի մտածել հետևյալ բանի շուրջ, որ առանց, քանի որ քաղաքացիական պայմանագիրը այդպիսի ուժ է, անկախ նրանից թե մենք ինչպես ենք վերաբերում նրան տարբեր առումներով, մենք պետք է սա տեսնենք, որ քաղաքացիական պայմանագրի կառավարման պարագայում բազմաթիվ ենթադրենք մենք ասում ենք, չէ, այս ոլորտում ձախողում է, այն ոլորտում ձախողում է, այս ոլորտում ձախողում է, այս կամ այն ուրեմն կուսակցի վարքը լրիվ անընդունելի է, այդ բոլորով հանդերձ դա այն ուժն է, որը փաստորեն իր կառավարման ուրեմն ժամանակահատվածում տեղի են ունենում մրցակցային ընտրություններ եւ կա ազատության բավականին լայն, այսպես ասենք, չափաբաժին Հայաստանում, հա, մարդիկ ազատ են իրենց մեծամասամբ Հայաստանում զգում։ Սա ձեռքբերում է հիմա։ Եթե սա մենք ֆիքսում ենք, տեսնում ենք, որ կան մարդիկ, որոնք անկախ ամեն ինչից հստակ քաղաքացիական պայմանագրի էլեկտորատ են եւ գնալու են եւ քվեարկեն ԿՊ-ի օգտին, բացի այն քաղաքացիական պայմանագիրը իշխող կուսակցություն է եւ միայն արդեն իսկ այս հանգամանքով ինքը ունի աջակցություն, էլեկտորատ, հա, այսինքն նույնիսկ այսպես զուտ ավտոմատ նաեւ կերպով Եվ եթե այստեղ 36% է գրանցել, ուրեմն ամենայն հավանականությամբ ինքը մոտավորապես այդ արդյունքը առնվազն կարողանա պահպանել, կամ նույնիսկ եթե ասենք ինչ որ ֆորս մաժորային բաներ լինել իջնի այդ արդյունքը, այսինքն այդ ցուցանիշը, ինքը միևնույն է բավականին լուրջ ցուցանիշ է գրանցելու, միևնույն է, անկախ նրանից ինչպես ենք մենք վերաբերվում այդպես։ Հիմա, եթե ինքը արդեն մենք գիտենք հստակ, որ ինքը մտնում է խորհրդարան եւ շատ լուրջ արդյունք է գրանցելու եւ մենք գիտենք նաեւ, որ կան հակադեմոկրատական քաղաքական ուժեր, որոնք նույնպես կարող են մտնել խորհրդարան։ Եվ մենք ունենք Գյումրիի այս պատկերը եւ տեսնում ենք, որ նրանց հանրագումարը կարող է հաղթել քաղաքացիական պայմանագրի եւ վերացնել ժողովրդավարությունը։ Այդ նշանակում է, որ այն դեմոկրատական քաղաքական ուժերը, որոնք կմտնեն խորհրդարան, բնականաբար նրանք էլ չեն կարող 50+1 միանձնյա վերցնել, ակնհայտ է սա, եթե ԿՊ-ն չի կարողանում վերցնել, իրենք նոր քաղաքական ուժ են եւ այլն, պարզ է, որ այս պարագայում չեն կարող 50+1 վերցնել, բայց կարող են ասենք լուրջ ցուցանիշ օրինակ գրանցել կամ գոնե հաղթահարել 5%-ի շեմը, 1 կամ 2 նման կուսակցություն նույնիսկ, եթե հաղթահարում է 5% շեմը, արդեն մենք այս Գյումրիի պատկերը չենք ունենալու։ Արդեն նրանց հանրագումարը, այսինքն դեմոկրատական քաղաքական ուժերի հանրագումարը, քաղաքացիական պայմանագիր
եւ այլ դեմոկրատական քաղաքական ուժեր միասին վերցրած արդեն կարող են ձևավորել մեծամասնություն։ Ոստի նշանակում է, որ որևէ դեմոկրատական քաղաքական ուժ եւ եթե ինքը ուրեմն մտահոգված է նրանով, որ ժողովրդավարությունը պետք է պահպանել, մտնելով խորհրդարան, ինքը ուզի, չուզի, ինքը պետք է համագործակցի որևէ ձևով քաղաքացիական պայմանագրի հետ։ Ուրիշ տարբերակ ուղղակի չկա։ Իրենք սիրում են, չեն սիրում ԿՊ-ին, նորից եմ ասում, բացարձակ դա կապ չունի։ Այստեղ պետք է կշերքին դնել հետևյալը, այսինքն ավտորիտարիզմ, թե թեկուզ վատ, թեկուզ, չգիտեմ, բազմաթիվ խնդիրներով դրած, ուրեմն, բայց այնուամենայնիվ դեմոկրատիա, հա? Եվ այստեղ նայեք, երկու տարբերակ կարող է լինել, քաղաքական ուժերը, որոնք անցնում են այդ շեմը եւ հայտնվում են խորհրդարանում, խոսքը դեմոկրատական քաղաքական ուրեմն ուժերի մասին է, իրենք կարող են կոալիցիա ձևավորել իհարկե միասնական քաղաքացիական պայմանագիր իրեն կամ նաև այլ, եթե ընդհանրապես 3 ուժ են, 3-ը միասին, եթե 2 ուժ են քաղաքացիական պայմանագիր պլյուս 1 այլ, հա, 5% հաղթահարած եւ լավ ցուցանիշ տված, որի ձայները բավարար կլինեն երկուսով օրինակ կոալիցիա ձևավորել։ Կարող են իհարկե կոալիցիա ձևավորել, բայց կարող են նաև կոալիցիա չձևավորել։ Եթե այդքան, այսպես ասած, իրանց համար շատ առումներով անընդունելի է ենթադրեն քաղաքացիական պայմանագրի ծրագրերը, մոտեցումները եւ այլն, իրենք ընդհանրապես կարող են, օրինակ, հա, ապահովել ժամանակավոր, այսպես ասենք, կոնկրետ դեպքերով, կոնկրետ հարցերի վերաբերյալ մեծամասնություն։ Օրինակ վարչապետ է ընտրում, իրանք այդ պահին ապահովում են իրենց ձայներով որոշակի մեծամասնություն, չեն մտնում կառավարության մեջ, ենթադրենք, հա, որևէ կերպով չեն մասնակցում կառավարմանը, շատ առումներով կարող են նրանք օրինակ դեմ քվեարկել խորհրդարանում տարբեր հարցերի վերաբերյալ եւ դրանով իրենց մոտեցումները առաջ քաշել։ Ստիպել, որ քաղաքացիական պայմանագիրը, եթե ուզում է, որ ասենք ունեն այդ մեծամասնությունը լինի այս կամ որը, ընդունի իրենց առաջարկները։ Սա բավականին լավ հնարավորություն է տալիս փաստորեն ուժերին անուղղակիորեն մասնակցել երկրի կառավարմանը եւ իրենց մոտեցումները առաջ քաշել։ Սա շատ լուրջ տարբերակ է եւ այդ դեպքում ուղղակի ձևավորվում է փոքրամասնության կառավարություն։ Այդ բոլոր տարբերակները հնարավոր են եւ հենց այսօրվանից դրա մասին պետք է խոսել։ Եվ եթե չկան օրինակ, չգիտեմ, այս կամ այն պատճառով վստահելի դեմոկրատական քաղաքական ուժեր, որոնք կանցնեն խորհրդարան եւ շատ լայն աջակցություն ձևավորեն, հա, բացի եղածներից, ուրեմն պետք է ստեղծել այդ քաղաքական ուժերը։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ CVKM-ի տաղավարում հյուրընկալել է քաղաքագետ անկախ հետազոտող Էդգար Վարդանյանին։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել CVKM-ի YouTube-յան էջին։